Մենք մեքենայի մեջ էինք, քույրիկիս էինք տանում իրանց տուն, մեկի հանգարս դմփոց լսվեց, մեկի սենց նայեցի, մի բան թռավ վերև ու իջավ ներքև, հետո բանը քույրիկիս վազելով տարա տուն, գնացի արդեն իմ պապաս, աղբերներս հոպարիս տղաները օգնում էին արդեն մարդկանց, հանում էին դուս, ես գնացի տուն, տեսա մեր ջուր խմեցի, ինձ մի քիչ վախեցել էի։ Լրիվ վառվել է, վրան բան չի մնացել, մենակ երկացներն է իրա մնացել, մարդկանց մարմինի կեսը, պոլիները, կեսը, մարդկանց շենքերի պատանները պատմել են, տեսել եմ, ես իմ աչքով տեսել եմ, գնացել եմ այնտեղ տեսել եմ, մարդկանց շենքի բանը պայթել է, լուսամուտը պայթել է, սաղ ինչ էր, արունը գետնին ու պատերին է ցրիվ տվել։ Որ նայեցինք էլ, սենց այն ավտոբուսի զապչաստ կները կարտեցնես, թռել էր, սա խրվել էր պատողանների մեջ էլի ջարդվել էր։ Մեկ էլ տեսել եմ, որ ոսկորներ էր, պատերին սենց մսի կտորներ էր կպած, սենց ցրիվ էր եկել։ Սկզբից պայթունի ձայն լսվեց, բոլորս տունը նստած էինք։ Մենք մտածեցինք, թե ինչ-որ մեկի գազը տրաքեց տունը։ Սկզբից վազանք պատուհան, տեսանք մեր տունը ոչինչ չկա, դուրս եկանք պատից, տեսանք ապակիները ջարդված, ոտի տակ ստեղ լցված է, հետո առաջացանք, տեսանք այնտեղ ասին ավտոբուս է տրաքել ու մոտեցանք ավտոբուսի, տեսանք արդեն բոլորը հավաքված, խուճապի մատնված, շտապօգնությունները բոլորը եկան, բայց ապակիներն է բաները դուրս թափվել, շենքի ապակիներից առաջի հարկի պատուհաններին, մեկ էլ երրորդ հարկինն է, ըստ երևույթին երրորդ հարկինը թույլ ա եղել, մի խոսքով տենց արդեն շտապօգնությունը բոլոր ժողովուրդ հավաքվում էին, չգիտեմ, ու չիմացանք արդեն չկար, արդեն ժողովրդին շտապօգնություններով տանում էին, հետո բանի մեքենաներով, պատահական մեքենաներ, օգնություն, ժողովուրդը լրիվ ցուցաբերել են։ մի խառնաշփոթ, հետո մարդիկ կային, ջահելներն ուզում էին ժողովրդին օգնեին ավտոբուսի միջի, բայց ոնց որ չկարողանան մտնեն, վախենան, կեսը վախում էր, կեսը փախնում էր, չիմացանք քանի հոգի էին, ոնց ինչ, ուղղակի շատ վառվող բան էլ չկար, որ ասենք պայթուն է տեղի ունեցել ու հասկացանք, որ գազի բալոններից չի, դա ինչ-որ տրաքացրած է։ Շատ վատ վիճակ էր այստեղ, շատ, ուղղակի, բայց հալալ է մեր ժողովրդին, բոլորը մեկ մարդու նման օգնում էին, մեր ջահելությանն էլ է հալալ, իրոք հալալ է, իրանք չէին նայում, կվախենան, չեն վախենա, մտել էին ավտոբուսի մեջ, հանում էին, օգնում էին, բոլորը։ Հենց ավտոբուսի